զինծառայող։ Ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 57%-ը ստացել է դրական գնահատական։ Ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205,000-ից մինչև 470,000 դրամով։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումներով ամրագրվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի պահպանումը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու և ոչ ավելի քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում։ Արհեստավար սերժանտների ինստիտուտի կայացման նպատակով նախաձեռնվել է օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների փաթեթի մշակում, մեկնարկել են կորպուսի սերժանտների 8-ամսյա ծրագիրը և բրիգադների սերժանտների պատրաստման 6-ամսյա դասընթացը։ Որպես լրացում նշեմ, որ սույն թվականի մարտի 25-ին տեղի կունենա առաջին սերժանտների կոչումների շնորհման արարողությունը, որով և կտրվի մեկնարկը պրոֆեսիոնալ անձնակազմի մուտքը զինված ուժեր։ Զինված ուժերում մարտական պատրաստության գործընթացների վերանայման շրջանակներում աշխատանքներ են տարվել հրահանգիչների ինստիտուտի կայացման ուղղությամբ, իրականացվել է կրակային և մարտավարական պատրաստության հրահանգիչների պատրաստում։ Շարունակվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ներգրավելու պաշտպան հայրենյաց ծրագիրը։ Սրա թվերի մասին փակ մասում կխոսեմ։ Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործման համատեքստում ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, ընդգրկվելով